Շնորհակալություն։ Պարոն Ավինյան, ուզում եի հասկանալ ինչպես է տեղի ունենում, որ, չգիտեմ, փողոցը ասֆալտը պատում ենք, հետո մայթերը բարեկարգում ենք, մեկ էլ հանկարծ էլեկտրոցանցը հիշում է, որ դե պետք է հոսանք քաշվեր կամ, չգիտեմ, Գազպրոմը որոշում է, որ պետք է խողովակ քաշի կամ կանաչապատման պողակը հիշում է, որ դե պետք է չէ, ծառ տնկի ինչու ոչ, ու այդպիսի հարցեր, վերջի վառօրինակը Հանրապետության փողոցներ, որ իրոք շատ մեծ ցավ եմ ապրել, հիանում էի, որ քայլում էի հետևով, պարոն Պետրյանի նոր պրոյեկտով, ու մի օր քայլում եմ, տեսնեմ քանդված ամբողջը, առաջի հարցը սա է, երկրորդ արձագանքի ժամանակ կասեմ։ Պարոն Արյան, այդ ոնց է լինում, որ այդպես է լինում։ Շնորհակալություն, ուրեմն ճանապարհների նորոգման ծրագիրը հաստատվելուց առաջ նամակ է հղվում բոլոր մատակարար կազմակերպություններին, ովքեր ինչ գործ ունեն անելու այս հատվածներում։ Նախապես իրենց գործերը կավարտեն, նոր իրականություն։ Վերջին 2 տարվա ընթացքում զուգահեռ իրականացվել է այս ծրագիրը։ Որևէ դեպք չի եղել, որ այդ բացառության վթարների, ես ձեր հարցի պատասխանը կտամ, որևէ դեպք չի եղել, որ միջին նորոգման ծրագիրը չհամաձայնեցվի մատակարար ընկերությունների հետ կամ հակառակը, նրանց ծրագրերը։ Այն ամենայնիվ հատկապես անցած տարի մեզ հաջողվեց բացառել նման դեպքերը։ Բայց այնուամենայնիվ 2 օբյեկտիվ հանգամանք։ Հարգելի գործընկերներ, տեխնացին վթարներից խուսափել անհնար է։ Կարող ենք այսօր ասֆալտը ենթարկել կապիտալ նորոգման, վաղը հին մի մալուխ այդտեղ պայթի, կամ հին մի ջրագից պայթի, ջրի արտահոսք, գազի արտահոսք։ Օրենսդրորեն ոչ մեկը լիազորված չէ անհետացկելի այդ աշխատանքը թույլ չտալու։ Դա սպառնում է մատակարարմանը, մարդկանց կենսապահովմանը։ Հետևապես, ձեր ասած 3 ասֆալտ այսօր նորից քանդել մեծամասամբ վերաբերում է վթարներին։ Երկրորդ հանգամանքը, այո, որոշ հատվածներում ունեցանք նման դեպքեր, որովհետև Հայաստանի էլեկտրական ցանցերը ներկայացրեց շատ հավակնոտ ու շատ արդյունավետ ծրագիր, ընդհանուր մի համակարգի ստեղծում մայրաքաղաքի փոքր կենտրոնում, որտեղ կբացառվեն վթարները։ Եվ այս ծրագիրը քննարկվել, ստացվել է համաձայնություն, որոշ հատվածներում շատ փոքր համընկնում է եղել միջին նորոգված ճանապարհների հետ, եւ մենք բացառապես ամեն ինչ արել ենք լայնակի հատումներից զերծ մնալու համար։ Ինչ մնում է ձեր ասած հանրապետություն փողոցի դեպքին, դա եղել է մեզ համար առանձին քննարկման առարկա, նախապես եղել է համաձայնեցված, պարզապես այդ մի հատվածում նախ ամբողջությամբ չի քանդվել, անձամբ եմ եղել տեղում նույն օրը, վարչական շրջանի ղեկավարի հետ նայել, սալահատակ որոշակի մայթ է քանդվել Խաչմերուկի վրա, որտեղ այդ ծրագիրը չեմ ուզում շատ հիմա մանրամասնել, շատ ծավալուն ծրագիր է, 131 կիլոմետր, բաժին ընկնում 111 փողոցի, պիտի քանդվի, որովհետև ենթակայանից ենթակայան միացման ծրագիր է սա, իսկ նույն փողոցով կարող է մի քանի ենթակայան գնալ հզորացման մալուխը։ Այնուամենայնիվ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, դա եղել է բացառիկ դեպք, ինչ որտեղ չի համընկնել ժամանակագրական առումով նրանց ներդրումային ծրագիրը վարչական շրջանի ղեկավարի իրականացված ծրագրի հետ, անզգուշությունը եղել է մի դեպք, օբյեկտիվորեն պիտի ասեմ, կարող էին անցնել ասֆալտով, անցել են մայթով, հանել են սալը, եզրաքարը եւ միջամտել Խաչմերուկին։ Նույն օրը Հայաստանի էլեկտրական ցանցերը տվել է հայտարարություն, որ սա արվել է իր կողմից եւ ամբողջ սալահատակի վերականգնումը իրականացնելու է Հայաստանի էլեկտրական ցանցերը իր միջոցների հաշվին։ Չերկարացնեմ պատասխանը շատ, ավելին ինձ մոտ եղել է քննարկում, զեկուցել եմ պարոն Ավինյանին նույն օրը, քաղաքապետին, եւ գտել ենք այն շինարարին, ով ժամանակին իրականացրել էր հանրապետություն փողոցի սալահատակման ծրագիրը, եզրաքարերի տեղադրման ծրագիրը,
կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պատվերով նույն շինարարը հրավիրվել է մեզ մոտ, պարտավորվել հեծը, որ ֆինանսավորի այդ շինարարին եւ տարածքը կվերականգնվի նույնությամբ։ Այն մտավախությունը, թե փոկված սալիկը հանելուց այլևս նույն ամրությունը չի ունենա, շատ դեպքերում այո, դա լինում է այդպես, բայց այս դեպքում պիտի խնդրեմ վստահեք իմ պատասխանին, որ իրականացնելու է նույն շինարարը։ Հիմա հեռանկարի համար, եթե դուք տեսնում եք ինչ ծավալ է սկսվել մայրաքաղաքում, էլեկտրական նոր մատակարարման նոր համակարգի համար, ինչ է կատարվում հիմա Սայաթնովա փողոցում, ինչ է կատարվում Բայրանում, ինչ է կատարվում Հերացու, Աբովյան խաչմերուկներում, ամենադժվար, բայց ամենաարդյունավետ ծրագիրն է իրականացվում։ Հավատացնում եմ ձեզ, 1, 3, 4 ամսվա դժվարությունը 20, 30, 50 տարվա ապահով կենսապահովման երաշխիք է ստեղծում Երևանի եւ երևանցիների համար։ Եվ ամփոփելով կա պարոն Ավինյանի խստագույն հանձնարարական, ասեմ ձեզ, որ որևէ այլևս, ինչպես ասեմ, տարաձայնություն կամ չհամաձայնեցված գործողություն չիրականացվի։ Մենք ունենք արդեն միջին նորոգման ծրագիրը, հաստատապես, նախապես այդտեղ գծվում են, այսպես ասած, տեղադրվում են խողովակներ, հետագայում մալուխներ անցկացնելու համար, վիոլան իր դիտահորերի բարձրացումը անձև ընտրիչների։ Մենք արդեն աստիճանաբար կգնանք այն ճանապարհով, որ սինխրոնիզացված այս աշխատանքները կիրականացվեն։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, հարգելի գործընկերներ, որ տեխնացին վտարներից, գազի արտահոսքից, ջրի անհնար է խուսափել այս քայքայված ցանցի պայմաններում։ Չզարմանաք, երեկվա ասֆալտը կարող է վաղը քանդվի, փոսը, որովհետև ջրի արտահոսք կա, կոյուղու արտահոսք կա։ Եվ ընդ որում պիտի առիթը օգտագործեմ, պարոն քաղաքապետ, արդեն ունենք բավականին առաջընթաց, եթե դուք տեսնում եք, ինչքան հարմարավետ է դառնում կահավորումը շինհրապարակների։ Բավականին առաջընթաց ունենք շինհրապարակների կահավորման հարցում մարդկանց նման անհարմարություններից զերծ վայելու համար։ Եթե կան խնդրահարույց կոնկրետ հասցեներ, պարոն Ծովյան, խնդրեմ, կարող ենք առանձին նայել, ես պատճառը կամ արդյունքը ձեզ ասեմ։ Խնդրեմ, պարոն Ծովյան։ Երկրորդ հարցս, պարոն Ավինյան, ուզում էի արձանագրել, որ պայքարը, որը որ տարվում է կառուցապատողների դեմ, որպեսի կահավորեն պատշաճ կերպով շինարապարակները, չի ստացվում։ Այսինքն չեմ կարծում, որ դա ալիճում կլինի մարդ, ով կարող է ինձ 10 հարց ասել, որտեղ որ շինարը տեղադրել է փոշակալանիչ ցանց։ Այսինքն չգիտեմ, այդտեղ խնդիրը երևի տուգանքի քանակն է, տուգանքի չափն է նկատի ունեմ, պետքա խստացնել։ Ու երկրորդը ուզում հասկանամ, պարոն Ավինյան, կա այդպիսի նորմ, ճիշտ ասած ես տեղյակ չեմ, որ բացի փոշակալանիչ ցանցից կառուցապատողը նաև պետք է շենքի 4 կողմը տեղադրի ցանց, որպեսի ապահովի թե հետիոտնի, թե մեքենաների եւ թե իր բանվորների անվտանգությունը, որովհետեւ օրինակ Ադոնց փողոցում մի շենքի շինարարության ընթացքում 10 օրվա մեջ 2 հոգի ընկավ, մեկը ինչքան ես տեղյակ եմ մահացավ, մյուսը դարձավ հաշմանդամ ու դրանից հետո շինարարը բերեց տեղադրեց ցանց, այսինքն էլի մեր հայկական մենտալիտետով դանակը հասավ ոսկորին, նոր խնդիրը լուծեցինք։ Հնարավոր է էդ էլ մի անգամից մտնել նորմի մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն, խնդրեմ։ Լավ, պարոն Մարգարյանը պատասխանի հարցին, պարոն Ծովյան։ Շատ կարճ անդրադառնամ, արդյոք տուգանքի չափը փոքր է, այո, փոքր է եւ ազգային ժողովի գործընկերներին առաջարկել ենք փոփոխել այդ տուգանքի չափը։ Խնդրեմ, պարոն Մարգարյան։ Շինարարության թույլտվություն ստանալու համար մշակվող նախագծի կազմում նաև մշակվում է եւ փորձաքննության է ենթարկվում շինարարական հրապարակի նախագիծը, որտեղ նման ցանց նախատեսվում է ըստ տեղանքի եւ շինության եւ կատարվող աշխատանքների առանձնահատկության։
Տվյալ պահանջները սահմանված են քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամանով եւ մեր տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններից դուրս են։ Պարոն Ծովյան, արձագանք։ Բան չունեմ ասելու, պարոն Ավինյան, լավ չի։ Լուսին